Ըստ Արսեն Թորոսյանի դա չի համապատասխանում իրական Հայաստանի Հիմա ես ասեմ ավելի դաժան բան ասում Արսեն Թորոսյանը Միասնական գաղափարախոսություն ունենում են միայն տոտալիտար երկրները Ժողովրդավարական հռչակված երկրում չի կարող լինել միասնական գաղափարախոսություն Մենք չենք կարող բոլոր մեր քաղաքացիներին պարտադրել միևնույն տեսլական ունենալ Դրա համար ժողովրդավարական երկրներում կան բազմաթիվ կուսակցություններ իրենց բազմաթիվ տեսլականներով Եվ ժողովուրդը հետ քաղաքական, գաղափարական ապրանքից ընտրում է այն, ինչ որ ինքը համարում ամենառեալիստականը երկրի զարգացման համար Ինչ է իրական Հայաստան հորդջորջվող գաղափարական խզբզոցը Դա ստեյության մեկ կուսակցության գաղափարախոսությունն է Մեկ կուսակցության Դրա մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը նրան ձայնակցել են ուսապարկերի համույթը Եվ մի քանի օր առաջ հրապարակվեց Սեպտեմբերի 20-ին կայանալիք ԹՔՊԿ կուսակցության Այսինքն հատուկ շեշտում եմ ԹՔՊԿ, որպեսզի պարզ լինի Թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Համագումարի օրակարգի նախագիծը ծրագրի նախագիծը եւ կանոնադրության նախագիծը Ահա ես չեմ ալարել Կարդացել եմ ԿՊ-ի նախընտրական ծրագիրը, որը պիտի հաստատվի նախընտրական ծրագիրը եւ կուսակցության ծրագիրը, որը պիտի հաստատվի մի քանի օր հետո հավերվել եք իրենց համագործակցություն, դա հենց իրական Հայաստանի ծրագիրն է, այնտեղ էլ նշված է։ Ո՞վ է ձեզ թույլ տվել Հայաստանի պետական կնիկները, պետական սահմանանշման ձևը Հետո նաև երևի զինանշանը, որտեղ իրական Հայաստանի փաստորեն մեր զինանշանն էլ այլևս չի համապատասխանում, ուրեմն պետրական ատրիբուտիկան ոչ թե կուսակցական գաղափարախոսության այլ պիտի հարմարեցվի, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որտեղ հստակ սահմանված է Հայաստանի Հանրապետության դրոշը, հստակ սահմանված է զինանշանը Հասկանում եք, դուք ով եք, որ կուսակցական գաղափարախոսությանը, որը ձեր հետ միասին աղբանոցն է գնալու